Բարև ձեզ հայեր ջան։ Շատ վատ լուր ստացանք։ Մահացել է մեր հերոսներից Ռոբերտ Աբաջյանի հրաշք մայրը։ Ցավակցում եմ ոչ թե միայն իրանց ընտանիքին, հայեր ջան, այլ ամբողջ հայ ազգին։ Մերս միշտ ասում էր, որ աղջիկս մարդու ազգ պիտի գեղեցիկ եղնի։ Գիտեք, իմ համար պարզից պարզա, որ արտաքինով գեղեցիկ մարդիկ ներքուստ էլ են գեղեցիկ։ Չի լինում այնց, որ գեշ մարդը գեղեցիկ արտաքին ունենա։ Ժողովուրդ ջան, սատանիստների Թալմուդի գլխավոր գերագույն լոզունգը սպանիր լավերի լավին։ Ասում են բնության հետ, եթե մարդ գործ ունենա, կյանքը շատ հեշտ ու հեշտ կհասկանա։ Եվ որ գյուղացին սերմածուն է ընտրում, ինքը թողնում է մեզի սովործրին մի 90-ականներին, որ խառը ամուսնությունները շատ լավ բան է, մենք հայերս հին ազգ ենք, մեզ պետք է բուժեն, հարունը մեր խառնեն, որ մեզ լավացնեն, չէ ժողովուրդ ջան, ինչ կան հին, այդքան լավ։ Ինչի են իրանք կոլեկցիոներները հին ապրանքները շատ թանկ են ծախում, կարող է մի քիչ թվա թե Մագդան օրինակ բերեց, չէ ժողովուրդ ջան։ Գյուղացին, որ սերմի համար բույսը, այդ բույսից սերմ պիտի վերցնի, ի սկզբանե առաջի բերքից այդ բույսի բերքը, ժողովուրդ ջան, քոլի վրի առաջի բերքը թողնում է մինչև խոր աշուն, որ լավ հասունանա, ժողովուրդ ջան։ Ու նոր այդ գեր հասունացածից ինքը ընտրում է մեջների խոշորները, լավերը, որ մյուս տարվան պահի սերմ, որ ինքը նորից լավ բերք ստանա, ժողովուրդ ջան։ Ամենահին ազգն ենք, ամենահին ազգն ենք։ Պատահական չի, որ բոլորս նայում ենք Արցախի զոհված տղեկներին, չես կարա հզուս մնաս, ու տեսնում ես, սաղ գեղեցիկ, սաղ լուսավոր դեմքեր են, ժողովուրդ ջան, հայեր ջան։ Ընտրում են լավերի, այդ լավ ազգի միջի լավերին, ոնց որ գյուղացին արդեն հասուն բերքի միջից, գերհասուն բերքի միջից, ընտրում է հատիկ լավ սերմերը։ Այդենց լավերի միջի լավերին գիտեն երբ ինչ պիտի
պատերազմ գծեն, երեխեքներին ուղարկեցին գինաֆոնդը կոտորելու համար, ուղարկեցին դժոխք, որը տարբեր ռոլիկներ նկարահանելով հիմա հիմքեր են ստեղծում իրանց մաքրելու, գիտեն թե բան ենք, նապաստակ ենք, հիշողություն չունենք, Սերժն ընդեղ է իրան մաքրում, Քոչարյանն ընդեղ, Քորն ընդեղ, Նիկոլը մերավ պաչիկներ ուղարկելով, սպանում են հայազգ, քո լավերի, հասկանում եք ժողովուրդ ջան, հայեր ջան, շատ եմ խոսացել, մեր հայերը ուղղակի չեն պատկերացնում ջհուդների խորամանկությունը, չեք պատկերացնում ժողովուրդ ջան, 8 տարի գիշեր ցերեկ գոռում եմ, որ գելը գարան մորտին քաշելա վրեն ու մտելա սուրումը կոտորումը, թշնամին մեր մեջն է հայեր, մեր լեզվով խոսում, մեր յան ազգանունը վրա քաշայերը չադրի նման, մեր երկեր երգում, մեր պարեր պարում, մեր ճաշեր զղտկվում, մեր մեջն է, մեռա ասելով, դեղերով թույնում են հայեր, ուշադիր եղեք, այո, հարվածի տակ առաջնահերթին հիմա, մեռա ասելով, առաջնահերթին զոյված ծնողների, զոյված երեխեքների ծնողներն են, պահանջատերերը, դուք տեսնում եք այս փողոցներով, այս վազվզողները, բացահայտել ենք, որ դրանք զոյված երեխեքների ծնողների դեր տանողներն են, են մի հատ նարեսոսե կա ժողովուրդ, սատանի սատկումը, չգիտեմ այսօրվա այդ մարդը, որ խոսած էլ ահել իմ համար նոր է, պիտի ուսումնասիրեմ, կամ հայը, որի ցավն օգտագործում են, կամ չեմ ուզում է տենց մտածել, հերթական պրոյեկտ կարա լինի, հələ չեմ կարա ասեմ, նարեսոսեի խաղերը ժողովուրդ ջան, խաղը, սատանիստը, մեր մեջն են իրանք հայեր ջան, զգոն մնացեք, առաջնահերթին հարվածի տակ զոյվածների ծնողներն են, առաջնահերթին պատերազմի դաշտ անցած վիրավոր տղեկն են, ով որ պատերազմի դաշտում եղել են ականատեսներն են, հասկացեք ժողովուրդ, իրանք ոչնչացնում են առաջնահերթին պահանջատերերին և ականատեսներին, մեռա ասելով օգնությունները, որ բաժանում են արցախահայությանը, կռվող տղեկների ընտանիքներին, մի վերցրեք ժողովուրդ, մի հատ լիպիստրիչկա կար դերասանուհի, դրա անունը մոռացել եմ, Միշիկ Մինասյանի Սերժի պրակլատկեն, խրխրան սենց դեմքով, որ սարկել են, հայազգի պատրիոտ, օգնություններ էր բաժանում գիշեր ցերեկ ինչ-որ Տերյան փողոցի վրա,
սետկեքներով, բանան մանան էին տալիս, մի հատ կռիվ էին սարկում, ոստիկանները չեն թողնում, ճամպեկը փակում են, չեն թողնում արցախցիները գան օգնություն ստանան, խոսացի գիշեր ցերեկ ճանապարհին խանգարելու կռիվ է ստանում, ֆուրերը կայնացնում եք, ինչ-որ սետկա, բանան, եկա տարիքով մարդկանց կանջում եք, բերում եք, աշխարհի մի ծերից, մյուս ծեր, որ մի սետկա բանան տակ, մարդկանց անունները ցուցակներով վերցրեք իրանց քարտերի վրա փողը փոխանցեք, ոչ մարդիկ կան կայնեն հերթերի մեջ գիշեր ցերեկ 90 թվականների նման, ոչ ճամպա կդրեք, ոչ ղժոցըց գցեք, չէ, նախ իրանց պետք չէր, որ ցուցակներով երևար գումարները ուր գնացին, ոչ մեկ չի կարա հաշվարգի քանի կիլո բանան կերծրին կամ չկերծրին, ինչքան դուրս գրեցին, ինչքան խանութների միջոցով դուրս գրեցին փողերը կերան, ամենակարևորը, փողով թույնել չեն կարա, ժողովուրդ ջան, ով գիտի այդ բանանների մեջ, ինչի չգիտենք, որ ծմերուկի մեջ սրսկում են, մարդիկ ուտում են, թույնավորվում են, դեղեր կան, որ պարտադիր չէ հիմա բան կերծնեն, մարդը տեղում մեռնի, որ զռա, որ մարդուն թույնեցին, դեղեր կա, որ մարդկանց գողեկող տալիս են, սնունդով, ջրով, մարդիկ հիվանդանում են անբուժելի հիվանդություններով կամ, եթե հիվանդությունն էլ անգամ բուժելի է, դոկտոր Մենգելները, հայախոս բժիշկները, ջհուդները, մարտասպանները, հիվանդանոցում միջև վերջ կկոտորեն, գոռում է պատերազմի ժամանակ, որ այդքան վիրավոր ու բան եկան, ցիստերը տրակ ծնելու ժամանակ, այդքան վիրավոր, իբր թե հայուհիներ գնում էին իրանց տնից, ճաշեր էին տանում մեր զոհվածների, հարազատներին, մեր վիրավորվածներին, գնում են իբր թե տիրություն էին անում, ով գիտի ինչքան թույնավորված սնունդ տարան տվեցին, հիմա Դաղիստանը, քանի օր Ռուսաստանը, անգամ служба спасения չկար, Դաղիստանին օգնեն ժողովրդին, կոտորվում էին, իրան գնացել են իրանց MЧS-ը, Սիբիրում կովերին էին դաժան ձևով սպանում, հիմա վիդեոները նայում ես, ֆուրերը, այս սենց տրասը բռնած երկու էշելոնով, դրոշակները Ռուսաստանին խփած, Դաղիստանին օգնություն են տանում, էդ հենց օգնություն աղդամով Ռուսաստանը մտցրեց ֆուրերով, թուրքական լոգոներով, քնաբեր սնունդով, տվեցին յակոբը օգնություն, ամբողջ գյուղը թույլծրին ու քնծրին, մյուս ֆուրով հայկական ֆորմով թուրքերին մտցրին, հայերին մորտին երկու գյուղ, ժողովուրդ, գիտեք ինչքան մարդ կոտորեցին, օրը ցորեկով, կամանդոսին սպանին, մեր պատմաբաններին սպանին, Գուրգեն Կարապետյանը հենց լավ խոսած, են մի հատ իրան ինտելիգենտի տեղ դրած, իբր թե կորոնավիրուսի ու ջհուդների դեմ պայքարողի մասին, Հրայր Կոստանյանի մասին, որ Քորլևոնի պրոյեկտն է, Աշոտ Մանուչարյանի քենու տղենա, ուղիղ մի շաբաթից հետո Գուրգեն Կարապետյանը, ես եմ լայվը լսել ժողովուրդ ջան, Գուրգեն Կարապետյանը հայտարարեցին, որ մահացավ, դե ասեցին կոգորտի ռակ ուներ, հասկանում եք մարդկանց սկզբից թուլացնում են, դեղերով հիվանդացնում են,
Հետո երբ որ ավելի արագ է պետք նակազը տանել, կլաուֆիլին են տալիս։ Ոչ համ ունի, ոչ հոտ ունի, ջրով խառնում են ուղիղ մի շաբաթից հետո մարդուն ինսուլտ ինֆարկտը ապահովված է։ Այդ ջուրն էլ կարան ամենամոդիկ մարդու ձեռքով տան։ Կանչեն, հրավիրեն միջոցառումների, որպես կռվող, որպես կռվողի ծնողներ, որպես զոհվածի ծնողներ, ու ձեզ այնտեղ բաժակները շարեն սեղանի վրա, որ խոսալուց հանգարց ծարավանակ ջուր խմեք։ Միամիտ մի եղեք, հայեր։ Միամիտ մի եղեք, այս 8 տարվա մեջ 80 տարի ծերացա, ինչքան որ ձեզ զգուշացնում եմ։ Գինոսյանը, արդեն չեն էլ գրում ինֆարկտից կամ ինսուլտից, հանգարծամայ։ Այդ հանգարծամայը ժողովուրդ ջան։ Հենց Գինոսյանը խոսած հայազգ ոտի, Գինոսյանը հանգարծամայ եղավ։ Գիտեք ինչքան ճանաչված հրաշք գինեկոլոգներին սպանեցին, իրար հետևից։ Մեկը Երևանում, մեկը Գյումրիում, մեկը Աստղիկ հիվանդանոցի գինեկոլոգին սպանեցին, մարդիկ դատի տվեցին, որովհետև այն ջվուդի սպերման, որ բերել են, ու Նիկոլը ձրի բարեգործությունն անում հղիացնում է հայ կնանիքների, ջվուդական սերմ են ներարկում ժողովուրդ ջան։ Երբ որ Ջանֆիդեցի Ռուստամը խոսած դրա մասին, Ռուստամի գլուխը Արցախում կերան։ Գինեկոլոգ բժիշկներին հայերին դրա համար գլուխները ուտում են, որ ջվուդ գինեկոլոգները աշխատեն, իրանց գործն անեն։ Ու այդ երեխեքը ուղիղ միանգամից արդեն ծնված երեխեն արդեն ուչոտի է վերցվում Մոսադին, որ ագենտը մենձանում է։ Զգոն եղեք հայեր, ապրելան պատերազմը Սերժն արեց, հույսով էր, որ կարողանալու է Արցախը հանձնի, Մանվելին հրահանգ էր տվել չխառնվես, Մանվելը թկած եղավ մեր ծերացած ֆեդայինների հետ, մի ոտնանի, առանց ատամի, այո, պարզվեց չհերոսները սպանել են հերոս հային, չհերոս ջվուդները սպանել են հերոս հային ու հերոս հայերի փառքն ու կյանքը վայելել են մարտասպան ջվուդները, իսկ իսկական կռվողներին քյասիբուծյան դաժան ճանգերի մեջ են գցել։ Մանվելը վերցրեց 5000 մեր ծերացած ֆիդայիներին, հասավ Արցախ, երեխեքների կողքը կայնան, մենց ու փոքր 4 օրվա մեջ թուրքին կզծրեցին, էլան ձև թափեցին, որ Պուտինը Հայաստանին մեղկած թուրքին կայնացրեց, չէ ժողովուրդ ջան։ Այդ 800 քառակուսի կիլոմետրներն էլ Սերժը չթողեց, որ տպավորություն եղնի, որ հազիվ այսքան փրկեցինք։ Կարևորագույն հողերը թողեց թուրքի ձեռը, Լելեթեփեն։ Տպավորություն ստեղծեցին, որ լավա պատերազմը կայնացրին։ Համել կոմանդոսը խոսած, որ էդի պրավերկը բոյեմ, չէ որ 30 տարի ասել են երկիրը երկիր չի, մեզ պետք է այս երկիրը, մտածին, որ հայերին արդեն կոտրել են, ոչ մեկը չի գնա, չի պաշտպանի Արցախը, ոչ մեկը չի գնա, չի պաշտպանի Արցախահայությանը, կոտրել են արդեն, վсё, իրանց մտածին, որ նպատակին հասել են։ Ժողովուրդ, հայեր, ես այդ հրաշքը իմ աչքով եմ տեսել, կյանքում չեմ մոռանա։ Արցախը լցված էր, տեղ չկար հայությունից։ Ասում են հայեր ջան գնացեք ետ, էլ տեղ էլ չունենք ձեզ
տեղավորցնելու։ Առաջի, երկրորդ, երրորդ, չորրորդ գիծ ենք ստեղծել, դաշտերում սաղ հայությունն է։ Մանկապարտեզներ, դպրոցներ, տներ, սաղ հայությունն է հյուրանոցներ, տեղ չունենք, գնացեք հերտով արեք, առաջի կուրսի, այսքան բոյել չունենք, ուսանող երեխեքն էլ անգամ Արցախում էին, փախել են դասերից, գնացել են, որ ասել են ճիշտ է մենք դեռ բժիշկ չենք, բայց պիրիվյասկա բան կարանք անենք, հոգնենք։ Տեսան, որ չէ, հայ նույն օրվա մեջ լծվավ Արցախ։ Այդ սերունդը, որ մենձացել էր Արտեն, հայը հողը ետ բերել, ազատ, անկախ, գաղափարախոսության, երեխեքներին տարան ու կոտորեց։ Ռոբերտ Աբաջյաններին տարան ու կոտորեցին ժողովուրդ։ Նկարը քցեիցից չկա։ Ուրեմն, բոլորից երևի մոռացել եք։ Երբ որ 2018-ին Բարբոսին, թլպատված Բարբոսին, բերեցին իշխանության, հիմա կարող է պատմեմ, հիշեք, Սուրբ Էջմիածինի վրա ելել է Նակուպոլ, հա, խաչը կտրելուց մեր հայերը իջեցրել են։ Ուրեմն ոսկե վարդն էին ուզում դնել մեր խաչի տեղ։ Ուրեմն մասոնների մեջ տարբեր Չիչենյաներ կան։ Կա օրդեր Ռոզենկրացև, ժողովուրդ։ Ուրեմն դրան իջեցնում են գմպետի վրից, սղոցը, չակուճը, ոսկե խաչ, ոսկուց, մեր խաչի տեղ ուզեցել են դնել ոսկե վարդ, հայերը իջեցրել են, գրեցին, որ ձերբակալել են, տարել են, մյուս օրը գրեցին, որ հոգեկան հիվանդ էր բաց են թողել։ Գիտեք, հոգեկան հիվանդը ոսկե խաչ, այսենց ոսկե խաչը, ռյուկզակի մեջ, մենք էտենց մի հատ չգժվանք էլի, որ սենց ոսկե խաչ հանգարցակի գտնենք, հասկացաք ժողովուրդ ջան, այդ արդեն սկսվել էր շարժումը նոր Հայաստան, նոր Հայրապետ, իրանք արդեն գետը չտեսած բոբիկացան, էլան վազեցին, որ հայոց խաչը իջեցնեն, իրանց վարդը տնգցնեն։ Կա էտենց, հիմա ցույց կտամ, կերիզ ու կարանչի գնաց է, ջվուդը, նայեք, Երանուի Մատոսյան, նայեք, հալը նայեք, դոշին, տեսակ, վարդը։ Իրան դրելա սուրպի տեղ, չգիտեմ, առանցին հետո լայվ կանեմ, որ մեր սուրպերի, իրանք սաղ գիտեք, ինչքան ես դաշտում հիմա աշխատում են ջվուդները, կամ սաղ հին թակավորական ազգից են, կամ մեր հերոսների ազգից են,
կամ մեր սուրբերի ազգից են, ես էլ սենց, ուրեմն երբ որ post գրեցինք խոսացի, գրում են, գիտեք, քանի էջ են ջարդել, ժողովուրդ ջան, Երանուհի Մատոսյանին բացահայտելու սաղ իրան գրառումներ բան որ տարածեցի, քանի էջ ջարդեցին ինձի, ուրեմն նայեք, Երանուհի ջան, այդ մարդու անուններն է մեզ պետք, որ մենք ռեպորտ անենք ու իրենց էջերը փագել տանք, ռեպորտ են անում իրանց շներին, որ սկսեն բողոքել ու ջարդվում են այտենց էջերը, այ այս սատանիստն այսի, տեսնում եք, այս սատանիստը, այսենց իբր թե հայա, աչքերը առուն լցրած, Երանուհի Մատոսյանի էջի համար մի քանի էջ են տվել ջարդել ինձ ժողովուրդ ջան, էլսի Ռոզենկրացիների գլխավոր ռուպրնա, այսի, եսա վարդը, նայեք, դոշին կախած, ուրեմն այդ մի ռիտուալը չանցավ, դրանից հետո նորից կարող է հիշեք, պաուկը հա իրանց, լավ գեղարտի գմպետի վրա, Էլան ասեցին, որ էդ էլ գիտեք, ենտեղի աշխատողն էր, հորխերու գնում էր, հավադացյալ էր, էդ էլ էտենց էր գժվել, հադուկ պաուկ էդ իրանց չգիտեմ ինչ հերոս զայրում արունեն, չեմ նայում ես էդի, էդ շորերով, տրոսներով, բաներով կարողանում է կապել խաչի վրա բաներն են, ու այնտեղ վիդեոներ ներևում է, որ ինչ-որ սենց շարժումներ անում, ինչ-որ բան մտցնում, կրիշի այդ ճակերի արանքը, էտենց ռիտուալ արեց, ժողովուրդ ջան, ուրեմն մեր եկեղեցին նորից օծություն արեց, Սուրբ Գեղարտը, ուրեմն անցան նրան, որ երաբլուր, երկու անգամ մեր զոյվածների գերեզմանները պղծեցին, մոմերով, ինչ-որ կետ դնելով, ինչ-որ իրանց համար, ինչ-որ տարեր, բաներ, չգիտեմ ինչեր են անում, գնացել են, պղծել են զոյվածների, գոռում էի, որ սրանք եղերն են նորից ծրագրավորում, որ երաբլուրը մենձանա, Էլան ասեցին, մի հատ կնիկ ենք բռնե, էդ մի ու պրիչոմ, ոչ թե միայն երաբլուրում, այլ նույն գիշերը շրջաններից ինչ-որ մի ուրիշ գերեզմանոցներ է, նույն ձևով, ասին, որ էդ կինն է, գիշերով հասցնում աստեղ, ենտեղ, սաղտեղ, փորը ցույց տվեցին, ընդամենը, ոբշիմ ասեցին ձերպակալել են, հետո սարկեցին, որ էդի էլ է շեղված, հետո դաշնակցության բալիգները իբր թե գնացին կամերաներ տրեցին դաշնակներս, պաչիմուտը երորդ անգամ, որ պղծեցին, դաշնակների կամերաները բան չֆիքսեցին, թե էդ ով է էդ մի կինը, իբր թե մի կինը, որ սենց հասցնում է, էլի սաղի մամաները լացացնելով, մտնում է երաբլուրի զոյված երեխեքների գերեզմանները պղծելով դուրս է ելնում, ուրեմն ժողովուրդ ջան, տեսան, որ հայազգին չեն կոտրել, փաստորեն նույն օրվա մեջ ամբողջ աշխարհի հայությունը լծվավ եկավ, հասավ Արցախի օգնության, հայության օգնության, որոշեցին պլան B, կորոնավիրուս գծեն,
Աշխարհը փագեն, որ հայերի վրեն կարողանա։ Աշխարհում այտենց բան պատմության մեջ չի եղել։ Ամբողջ աշխարհում բլոկադա գցեցին, աշխարհից Հայաստանը փագեցին, Արցախն էլ Հայաստանից փագեցին։ Միջև այդ արդեն Արցախի պատերազմը, որը սկսեցին, ժողովուրդ ջան, ապրիլի 24-ի նախորեն հայտարարեցին, որ այս համարին գիշերով ելեք ձեր հեռախոսների լույսը վարեք ու այս համարին, կարճ համարին SMS ուղարկեք, դուք գնալու տեղ ձեր անունից SMS ուղարկեք։ Հելա խժոցս գցեցի ժողովուրդ, ասի չանեք։ Անուն եք գրում շիրմա քարի վրա, նոր եղերն են ծրագրում, հայեր մի արեք։ Զանգել եմ են սև տրճեին, գրականագետ, գիրգրող, իբր թե հայ Լիա Ավետիսյանի։ Բլոկած էի ժողովուրդ ջան, բլոկեցին դրեցին էջերը, զանգել եմ դրան, ասում եմ լիքը հետևորդ ունես գրի, որ հայերը սենց բան չանեն, ազգանունները գրվում են, նորից եղերն են ծրագրավորում, գերեզմանաքարի վրա անուն ա գրվելու։ Այ մարդ պոստը գրելա, ոյ, սպասիբա, պոստը գրելա, մենակ իրան կարմիր լայքն ա, ռեակցիա չկա, ձևերը չգիտեմ, նոր եմ մտել Facebook հետ, մի տարի ա, ուրեմն դու մի ասա սարկելա, վիժու տոլկը յա, մենակ ինքն ա տեսնում, ինձի նկարելա, ուղարկելա, որ պոստը դրելա։ Արեցին եղերն հայեր ջան։ Պատերազմի ժամանակ ամբողջ Սարյանի փողոցը տրաֆարետ են գետնին խփել, ոնց որ 18 թվին Մերժի Սերժին գրել էին գետնին, այսինքն սմարտը կողում ա, Մերժի Սերժին գնան ծրագիրը ուղեղի մեջ։ Ասում են հայերն ինչի սենց կամ ենենց։ Հրահանգ եղավ ենթագիտակցությանդ վրա։ Նույնը արեցին պատերազմի ժամանակ գետնի սպիտակ տրաֆարետով, Ղազանջոց մեր եկեղեցին, մեր խաչը, հաղթելու ենք բառը, են որ գորբագոր խապում էր, հաղթում ենք, մարդիկ քայլում են, ոտնահարում էին ու մարդկանց համար սարքում էին սովորական բան, ոտնահարել, թքածելներ, իրան գնում էին կասկադներում, քեֆ էին անում, պիրվա վրեմը չումը, պարզվեց չհուդների առածնա, չումեն մեզ են սարկում, պիրն իրանք են անում, քեֆ են անում, տարածում են, որ հայերը նայեք, զանգել եմ Լիա Ավետիսյանին, ասում եմ Լիա Ավետիսյան, Լիա Արտյոմովնա, բլոկած եմ, չեմ կարա, սենց բան են արել, մի հատ պոստ գրի, հարայ քցի, ой, на все обращаешь внимание, այս անգամ այդ պոստն էլ չգրեց, հարայը չքցեց, սենց ժողովուրդ ջան, թուղթուգիր անելով, իրանք իրանց ծրագրերը իրականացնում են։ 24 թվին եղերնու իրիկուն որ ջահերը տարա, հիմա ձեզ ցույց կտամ, ինչ ձևով են տարել, ինչ հագուստ են հագել։ Արցախի դրոշակը սև գույն է, ժողովուրդ ջան։
նայեք ջահերը ոնց են բռնում, մի ջայը երկու ձեռա բռնում, էդի մասոնները, որ իրար այս են ձերձերի, են որ կա ռուկա ռուկումոյետ, կրուկավայը պարուկը, շղթայը կապված են մեկը մյուսի հետ, մի ջայը երկու ձեռով են բռնում, դա նույնն է, նայեք, Արցախի դրոշակը սև գույնով, Արցախին հայաթափություն, բերանս թող չորանա, Արցախի մահը ծրագրեց, ժողովուրդ ջան, ես եկա Հայաստան, ստեղ լսեցի, որ նոր տարվա գիշերվան մարդիկ փոխանակ, հլը դնենք միան ջվուդական նոր տարիա բան, մարդիկ տրամադրվում են նոր տարիա, տոնը, գիշերով գնում են թաժամերելի գերեզմանի, ժողովուրդ, զարմացել եմ, նախ գիշերով գերեզմաններին, մենք խունկ ենք տանում, ծխում ենք, որ այդ հոգիներին սատանը կդիվադադար չանե, մարդիկ գնում են էնել թաժամերելին, գիշերով, այսինքն մահ էին ծրագրում, ժողովուրդ, մահ են ծրագրում, հետաքրքրվել եմ, ասել եմ ժողովուրդ, ես ինչ ասել են, առաջ չի եղես նոր բանը, ջվուդներ խորամանկ ձևով հայերի գլխի մեջը, փոխանակ նոր տարվան իրար տոն շնորհավորեն, գինին վերցնում են, գնում են մերլատուն, գինին վերցնում են, գնում են մերլատուն, ժողովուրդ, հայեր, ուրեմն այսօր ազգայնական կուսակցությունը ազգայնական դաշնակները ամեն տարի վառում են թուրքի ու ազերի դրոշակը, այնտեղ Ալլա Պուգաչովա կա, Եղա Մանուկյանը, որի աղբերը գադրուտնա հանձնել, իբր թե Բաքվում հիմա դատվել է ինչ, չգիտեմ, բեմադրությունը, այս տարի չեմ վառե, դաշնակները Ադրբեջանի դրոշակը, բա, ժողովուրդ, արդեն դաշնակները Ադրբեջանին չեն ընդունում որպես թշնամի պետություն, ուղղակի մեզ սովորեցրել են հագարակորդ, հարևան, սիրիալ ենք նայում, ուղղակի էտենց կինո էր վատ, Ադրբեջանը դարձավ պաչիկ դարձավ դրոշակը չվառեր, հասկացաք ոնց են 100 տարի առաջ հայերին եղերն արել ու հետո կողել են սոցլագեր Ադրբեջանի ու հային, կողել են նույն լագերի մեջ, հիմա ասել են դուք իրար հետ դրուժնի պիտի ապրեք, այդ խաղաղությունն է, ընդամենը 58 տարի անցավ, մեզ դրեցին սկսին մորթել, դաշնակներ, էդ ինչ խաբարա, թե բան ամնիզիա է, здесь помнит, там не помнит, մոռացաք Ադրբեջանի դրոշակը վառել, էդ որ ասում էի Ադրբեջանի Թուրքիայի դրոշակը վառելուց, ինչի Իսրայելի դրոշակը չեք վառում, կնեսետում պաշտոնական 23 թվին հայտարարել եմ, որ Իսրայելը հետևողական է Հայաստանը ոչնչացնելու գործում, պարզ ասելա, պաշտոնական,
արդեն Ադրբեջանին չվառեց։ 133 տարի առաջ Դաշնակցական կուսակցությունը բացվել է Բրիտանիայում, ժողովուրդ ջան։ Բոլոր կուսակցությունները, իմացեք, բոլոր կուսակցությունները ու այդ գաղափարը ստեղծված է ջհուդներով։ Ինչի համար։ Իբր թե խոսքի ազատություն ժողովուրդն է կառավարում աշխարհը, պետությունը, երկիրը, բայց պաչիմուտը բնական ռեսուրսները պատկանում է նույն ժողովուրդին, որ ծնվել այս հողի վրա, բնական ռեսուրսները Միշիգինա, Քոչարյանինա, Սերժինա, Քորինա, Արտենե Ռատոյինա, Նիկոլինա, հասկացաք ժողովուրդ ջան։ Հային ոչինչ է, որ հաց են դեղել կաց, բոզերին էլ հանում են հրապարակ, իբր թե հայերի ազատ խոսքն է։ Հայերը պարտադրեցին, Նիկոլ բերեցին։ Հայերին ընդամենը հանում են, ով որ անտարբեր չի, տարբեր կուսակցությունների վրա բաժանում են և տիրում են։ Առաջնահերթին ելնում են ջրի երես մարդիկ, որոնք անտարբեր չեն, իրանց տարբեր ձևով սպանում են հայեր ջան, կառավարում են խաղաղ պայմաններում, ձեռի հետ քիչ-քիչ, դեղերով, գլխներին 1000 ու մի դատական գործ սարքելով, պլան ջեբը գցելով, ոչ անտարբեր հայերին ձեռի հետ քախնում են, մինչև գան հասնեն ակտիվ ֆազան, դնեն ու բիրիկ սպանեն։ Այդ կուսակցությունները նրա համար է, что выявлять активистов нации, սերմացում, ժողովուրդ ջան։ Հիմա այսօր գնացել են նորից գիշերով ժամը 6-ին ջահեր են տանում, ռիտուալ են անում, հիմա նկարները տեսնենք, այսօր ինչ են խփել։ Մի րոպե ժողովուրդ ջան։ Так, նայում ենք այսօրվա կադրերը։ Ինչ դրոշակ ուզում եք կա, այսինքն պետք է հասկանամ այն պետությունները, որոնք ընդունել են, որ իրոք հայ ազգին եղերն են արել, դուք գիտեք, որ այդ իբր թե դրոշակը մենցող, այսինքն պարգած են տանում, էդի երգիրդ են պարգծնում, ոդնահարում ժողովուրդ ջան։ Նայում եմ, կադրերը նայեք վիդեոները, Հայաստանի դրոշակ սենց, որ գլխից վերև հպարտ, պարզ, ծածանվի չկա։ Զատո կա հայկական դրոշակը, բայ։ Այստեղ եղած չեղածի դեմ 18 թվին հայոց դրոշակը կապեցին ոռներին, նստան գետնին, ցույցեր արեցին, ոդնահարեցին, ոռին կապեցին, հասկանում եք, որ ձեր վրա մուրդրած կանք, ու նստել են գետնին։ Հետո Նիկոլը նասկիների տեսքով Տրյուդոյի հետ լֆիկ սամոն նասկի գործեց հայկական դրոշակի գույների մեջ, հական ոտերին ցույց տվեցին, որ ոտնահարում են Հայաստանը։ Երբ որ այդ հարցը բարձրաձայնեցի, ասի հայ ազգել ոնց էս ապացույցեմ, որ սրան բերել են Հայաստանը ոչնչացնելու, Էլան տամոժնյայում սարկեցին բեմադրություն, որ Նիկոլ գնանց տամոժնյա, դրոշակը կայնած էր գետնի, վիրավորվավ Նիկոլ, թե կաբինետում ինչի դրոշակը պիտի լինել, ու ինքն էլ ոչ թե տնգած սեղանի գլխին, այլ գետնին էր կայնած այդ դրոշակը,
Նիկոլը վիրավորվեց, սենց ծածկադմբոց արեցին, որ Նիկոլը վիրավորվավ, որ դրոշակը գետնին կայնած էր, դաժե քծած չէր, կայնած էր, հիմա, դուք տեսակ, որտեղ արդեն հայոց դրոշակը, յանիմ իրանց էդ բարաբանները, բոլշևիկյան, ինչքան ցույց ու միտինգ ա լինում, ժողովուրդ ջան, ուշադրություն դարձրեք, սկսած 88 թվից բոլոր ցույցերին իրանց այդ սովետական տրուբենա խփել են միամիտ հայեր, միջև հիմա այդ տրուբեկն ու բարաբանները ֆռցնում են, հիմա բարաբանը պիտի պարտադրի դրոշակ փաթաթվեր, հələ նայեք դրոշակի գույները, երանգյունը կարմիր կապու ծիրանագույն արդեն չկա, ժողովուրդ ջան, էսի չգիտեմ ում նկարն են արդեն խփել, չի երևում ինչա գրված, չեմ զարմանա, որ խորամանկ ձևով, քորի ջայել վաղտվա նկարը խփեն, ասեն ինչ-որ մի հերոսի նկարն է, ոնց որ Պյոտր Պերվի արձանն է սարքել Նժդեհիրի արձանի անվան տակ, հիմա ժողովուրդ ջան, տեսակ, մասոնները, որ ստեղ կապում են ֆարտուկը, իրանք սենց հայկական դրոշակն են, այսենց բարաբաններին փաթաթել են, ելել են մեյդան, այս գիշերով սատանու կրակները, իրանց ջհուդական սատանու կրակները, հերիկա ժողովուրդ ջան, ելնեն, ռիտուալներ անեն, տեսակ որ ոչ դաշնակների աչքի լույսն ենք, ոչ բան, Ադրբեջանի դրոշակը իբր թե Նիկոլի դեմ պայքարում են, Նիկոլի երգը երգում են, Նիկոլն ասում է, վсё, Ալիևն ասեց արդեն խաղաղության հարցերը լուծված է, դրա համար թուրքի դրոշակն այսօր չվարին, ոչինչ որ 10 օր առաջ Ստիպանակերտում վառել են եկեղեցի, որը զոյված տղու հիշատակին մեր սփյուռքը հայն ա կառուցել, ու 3 օր առաջ քանդել են մենց հսկայական սարկած եկեղեցին Ստիպանակերտում, այսինքն մեր սրբությունները քանդում են, մեզ ասում են, да здравствует Ադրբեջան, դրոշակն արդեն դաշնակները չեն վառում, էդ ինչ խաղաղություն է, հիմա դաշնակներ, որ ջայերից վերցրիք գնացիք, իբր թե 15 թվի զոյվածների հիշատակին, բա էդ էնդեղ 88 թվի զոյվածների և 91 թվին Սումգայիթի ու Բաքվի ազերի ձեռով ջարդած հայերի հիշատակին արձան կա, բա էդ Արցախում էդ կան 90-ականներին ապրելան պատերազմի 20 թվի, 23 թվի զոյվածների հիշադակը, վсё, պրծավ, հասկացաք ժողովուրդ ջան ինչ արեցին, ջահեր տարան, դաշնակներ, հեչ, 20 միլիոնը սարկել են 1,5 միլիոն, 3 տարի առաջ Զատուլին արդեն 1 միլիոն հնչեցրեց, միամիտ հայերը ճպ լայքերը խփեցին, թե Ռուսաստանը մեր գենոցիդի մասին է խոսում, ոչինչ 100-ամյակին Պուտինն եկավ բանի սուրպերի
նկարներով, զատո ասեց Աթաթուրք великий политик, он сумел воссоздать Турцию, yani մեղելա վերակայնացրելա։ 15 թվին եկավ սուրպերի նկարներով հայոց ցեղասպանությունը սենց հարգանքի տուրկը տվեց։ Արցախում կոտորեցին հայերին, ասեցին Աթաթուրքը մալադեց, այսինքն նշանակում էր լավ արեց, հայերին կոտորեց, վերջում էլ վիդեոն դնում է, որ ջվուտ Կրեմլի գեներալները զեկուցում են, որ մի բամ էլ դասրոչնի են հանցնել Արցախի հողեր многострадальному азербайджанскому народу։ Դաշնակներ, многострадальный азербайджанский народի դրոշակ, այսօր ինչի չվառեցիք։ Թե вы тоже много страдали։ Միջև Արցախը հայաթափ արեցիք։ Հիմա ժողովուրդ ջան, մենակ քո դրոշակը չի։ Ուրեմն մեր հայերը վիդեո են նկարել, եսա ցույց կտամ, եթե չջնջեցին էջիցս։ Դե իհարկե, մի րոպե սենց ուրիշ ձևով մտնեմ։ Ուրեմն Ռոբերտ Աբաջյանի նկարը, ժողովուրդ ջան, եսա տեսնեմ, ստեղից էլ խոչ են ջնջել։ Այս հրաշք ժողովուրդ, իմիջայլոց, հիշում եք 18 թվին, հանեցին վիդեոն։ Ուրեմն Ռոբերտ Աբաջյանի նկարը քարի վրից հանել են, հələ դու տես ինչ արեցին, երկու էջիս վրից հանեցին վիդեոն։ Ռոբերտ Աբաջյանի նկարը արդեն քարի վրից հանել են։ Մեր հայերն են վիդեոն նկարել ու տարածել են ժողովուրդ ջան։ Այսօր թուրքի դրոշակը չեն վառում, թուրքը մեր եկեղեցիներն է քանդում։ Մեր հերոսների նկարներն են արդեն հանում։ Մեր հերոսների ծնողները տարօրինակ ձևով հենց Եղեռնու օրը մեռնում է։ Կարող է մի շաբաթ առաջ հաշվարկեցին, կլաուֆիլին տվեցին։ Չգիտեմ ժողովուրդ ջան։ Հիմա հետաքրքիր է ոնց վիդեոն ջնջեցին։ Ժողովուրդ հայեր, 15 թիվը 100 տարուց ի վեր շարունակվում է։ Ուղղակի կա վյալատիկուշիա ֆազը ու կա ակտիվնա ֆազը։ Պարզվեց, որ Բաքվի Բերտում դեր 90-ականներից հազարավոր հայ տղեկ են նստած եղել ու մինչև հիմա ծերացած գործ են անում։ Ու հարց եմ տալիս, ոնց եղավ, որ մարդիկ մտածում են ընդամենը 12 հոգի են գերի թողել։ Այդ հենց ցուցակները չհրապարակելով, որ ամեն մեկը մտածի այդ 12-ի մեջ իր երեխու անունն է։ Այս հենց ծնողներին թույնելով, սպանելով, որ պահանջատեր չելնի, բոլոլան չելնի, որ այնտեղ հազարավոր հայ տղեկ 90-ականներից փաստորեն երգիրը ղեկավարվում է թշնամիներով,
ազգին տերկայնող չկա, ոչ ներսում, ոչ դրսում, ժողովուրդ։ Այսօր արդեն լուրն եկավ, որ Ռուսաստանից, այս խո հենց են չարեց, բա քանի տարի ասում եմ ժողովուրդ, մենակ Արցախի ու Հայաստանի հարցը չի, ջավախքի հարցն է, սպյուրքի հարցն է, դելերզոր են անելու ամբողջ հայ ազգին ընդամենը հրահանգ տալով, որ հայերին գործից հանեք, ինչ եք անելու հայեր։ Գնացին այնտեղ Պուտինի հետ խաղեր խաղցան, Շալոմով Պուտինի հետ։ Սարկեցին, որ ոնց որ այրապորտ չվազեց դիմավորեց իբր թե, բայց ճանապարհելուց Պուտինից շուտ հասավ այրապորտ, էդի զաչոտ չարեցին իբր թե։ Էլան սարկեցին, որ Պուտինը վիրավորված է, դրա համար Ղարաբաղի հարցում հայերին չօգնեց։ Ահա։ Հիմա գնացին երկու բոզերով բոզի խաղցան իբր թե հիմա էլ Պուտինը վիրավորվել է Նիկոլից, սկսվելա փորձեցին մի քանի տակ, ջավախքից սկսեն, կռիվ գծեն, անցնեն Մարնեուլիով, բանով, այդ սա հայությունով, Աբխազիայով, բանով մտնեն, սենց Սևծովի ափով, Սոչիով, Կրասնոդարով, Սիմֆերոպոլով, բանով հայերին ջարտանեն, չի ստացվում։ Դեմն են կառնում, ժողովուրդ ջան, պլանները նախորոք հասկանալով, բարձրաձայնելով դեմ առնում են, չի ստացվում։ Հիմա այս երկու բոզերով հերթական խաղը խաղցան, հայերին արդեն կանչում են, նագլե ասում են, գործից դիմում գրի, ազատվի, գնա։ Հետաքրքիր է, որ Պուտինը որ այդքան վիրավորված է, հայերին ուղարկում է։ Այդ որ էլա խոսացի, որ 300,000 դերեն վախտեր, 300,000 ռուսի անվան տակ, ջվուդ մանգոլ տատար ուղարկեցիր, մուրուկներն այսենց կապած, մազերն այսենց կապած, այսենց ուղարկեցիր, իբր թե ռուսներն են եկե։ Հենց խոսացի կդրեցին մուրուկներ բաներ, որ չտարբերվեն իբր թե։ Շներիդ ինչ ես ուղարկե։ Ռուսներին, հայերին ուղարկում ես Ուկրաինա, ուկրաինցիներին էլ այնտեղ Զելենսկին հայերի հետ ուղարկում ջարտում եք, ջվուդներին ուղարկեցին չերես Ուկրաինա, իբր թե ուկրաինցիքն են, Ռուսաստանից ուղարկեցիք որպես ռուսները, ջվուդներին ուղարկեցիք Հայաստանը զախվատանի, իբր թե իրանք խաղաղներն են չեն ուզում կրվել։ Էլան ասեցին ՖՍԲ-ին հրահանգ է տրվել դիզերտիրներին բռնեն։ Բա ՖՍԲ-ն, այս 5 տարի մի հատ ռուսի անվան տակ ջվուդ չբռնեց Հայաստանով, մեկ տաներ ասեր գիտես ինչ, գնա այնտեղ պատերազմ Ռուսաստան զաշիշայ, ծնվել ես, ապրել ես, պայի, չէ հային ասել են եկել էստեղ ապրում ես, գնա կռվի, գնա սպանվի։ Էլան այնտեղի ջվուդները իբր թե հայերն ասին յա, Ռուսաստանում ապրում եք կռվել չեք ուզում, հայեր, դե ելեք գնացեք կռվեք իբր թե հայերն էին ասում։ Բա այդտեղի իբր թե հայեր։ Բա հիմա վնգզդոցը ինչի չեք գծում, որ հայերին սկսել են Ռուսաստանի քաղաքացիություն ունեցողներին, այսօր էլ դեր է խաղում, հանել են բեմադրություն, պասպորտս ինչ որ խնդիր կա, ասում է բա խո պասպորտի դարձերը ես քո չեմ լուծին, ես Պուտինի հետ շատ լավ եմ, մենք ոչ մի խնդիր չունենք, իրոք չունեն խնդիր, սարկած բան է, ժողովուրդ ջան, սարկած բան է։ Ռուսաստանից հայերին հիմա արդեն մի հատ Վարվարա Մարգարյան ներկել են, թանկանոց շորեր հագցրել են, այդ լայվն առանցին ա լինելու ժողովուրդ ջան, սաղոր ցույց են տալիս, որ սենց խելացի խոյեմ հայկինա, գյոզերով ինչ ա տարածում, Հայաստանի ու Ռուսաստանի հայերին սկսել են իրար դեմ հանել։ Վերջերս մի հատ ռոլիկ տեսակ, թուրքն էլա իբր թե հայնա, ասում է Ղարաբաղում հայ չի եղել, Ղարաբաղցի սաղ հայ կանայք բոզություն են արել թուրքերի հետ, հայ Ղարաբաղցի չկա։ Ղարաբաղցիներին ու հայաստանցին իրար դեմ են հանում, այնտեղ մի հատ բոզ
Վարվարա Մարկարյան կա, թանկանոց հագծրել են բոշին, են որ պրապագանդայ անում, վայ, Ադրբեջանցի տակի ժկակի мы одной родились։ Հիմա խոսում է, որ հայաստանցիք տուպոյ են, մեր երեսիցա սա խնդիրները հայ ազգի, Ռուսաստանի հայերի հետ խառնում են, որ այնտեղ բոլոլան հիմա քծել են հայերին հանում են, ոնց որ բակվեցիներին սարկին, որ բակվա բոզ են կիփրտեմ են, որ գանք Հայաստանում կռիվ կոնֆլիկտ ստեղծվի հայաստանցիների հետ, որ մենք արտագաղթենք Հայաստանում հայ չմնա, քամուն տան, աշխարհով տան։ Վարվարա Մարկարյան բոսը նստած է իբր թե դասախոս, ֆոյեմ, ֆիլոսոֆ, չգիտեմ ինչ, Հայաստանի ու Ռուսաստանի հայերին է հիմա իրար դեմ հանում, էնել, են մյուս ջվուդը, որ սրան բրտում առաջ, որպես բլոգեր, ասում зачем нашей нации столько трагедий։ Գիտեք ինչ ասում։ Ասում դե վերջում լավերը կմնան, այս խառախուրա տիպը։ Այսինքն միլիոնավոր հայերին սպանել են Արցախում երկրաշարժի ժամանակ, սա 300 տարի ամեզ եղերն են անում։ Պարզվում է թուրքն ու ջվուդը չիստկայ անդամեն անում։ Նրանք անվորակն էին, վերջում որակով է մնալու, ազերն էլ դե մեր նման նոյից է ծնվել։ Ինձ ասեց, գիտես, зачем меня держат в институте, потому что я эту пропаганду веду, что азербайджанская молодежь, так же, как и наша молодежь, одное все. Ժողովուրդ, հայեր, հանգարց, չտրվեք այդ ոչ մի պրապագանդայի, Ռուսաստանի այդ սաղ, որտեղ որ հայաշատ տարածքներ են, ստեղից մեզ թրծրեցին ուղարգին ենտեղ ու ամերիկաներ բաներ, որ հիմա էլ ենտեղից կամ սպանեն, կամ թրծնեն, դե սպանել հիմա չի ստացվում Կրասնոդարու բան մենց ֆազա կռվի մեջ քաշեն, սկսել են սենց չիստկեն, Պուտինի զաչիստկեն։ Քաղաքացիություն ունեք, այդ սաղ հողերը մերն է, ժողովուրդ ջան, սաղ հողերը մերն է։ Ունեք 2-3 երեխա, գիտեմ, որ հեշտ չի տունը տեղը քանդվել, զերոյից սարկել։ Նամանավանց տեղ հային հնարավորություն բնականա չեն տալիս։ Մի երեխուն բերեք Հայաստանցի, աղջիկա, տղայա, չգիտեմ, ամուսնացրեք, ձեր պաբենական օջախի լույսը վառեք։ Բերեք, շենացրեք Հայաստանը, մենք պիտի, ժողովուրդ ջան, ամեն միտիս Ռոբերտ Աբաջանը, որ ասեց, ով որ ես դիրկերը հանցնի նրա մերը, մենք պիտի դա անենք։ Ու են որ մեզ ձեր առան, որ հայն ասում էր, ոչ մի թիզ հող չունեմ տալու, այո, հայերը ոչ մի թիզ հող չունեն տալու, հայերը գվերադառնանք ամեն մի թիզ մեր պապենական հողերի վրա։ Ձեր թղթերը, որ դուք գրում եք, ստորագրում եք, բան եք անում, ձեր զուկարանի թղթերը կոխեք ձեր էդևները, ոնց որ զաքսավորվան, բաժանվան, հիմա էլ ասում է, դե չկարողացանք առանց իրար։ Ձեր թղթերը, ձեր պայմանագրերը, ձեր չգիտեմ ինչերը, մտցրեք ձեր էդևները, եթե դուք ինքդ չմտցրիք, մենք հաստատ կմտցնենք։ Ժողովուրդ ջան, զգոն եղեք, ուշադիր եղեք, թշնամին մեր մեջնա, դրանից դժոխք չի կարա լինի, դժոխքը, քո լեզվով խոսում է, քո հետ նստում է հարսանիք այնում, քո հետ գալիս է քեզ ծնունդ ժպտում է, փաթաթվում է, պաճում է, տեսակ վերջերս մի հատ զինվոր ոնց սպանեցին, փաթաթվել են, որ ախպեր հարց չկա, դանակը մտցրել են սիրտը,
Էս են անում ժողովուրդ ջան։ Ավարտեմ այսօրվաս լայվը ժողովուրդ ջան։ Արշակ Սրբազանի խոսքերով, եթե ես էլ չջնջեցին, ամեն։ Հա, մի հատ էլ ավելացնեմ, ուրեմն լուր եկավ այսօր, որ թլպատված Փաշաևը հրահանգ ա տվել, որ ամբողջ աշխարհով հայկական եկեղեցի հաշվառումը ինքը պիտի անի, ուզում եմ մտցնել պետականության մեջ, որ նստեն հիմա մեր եկեղեցու վրա, ոնց որ Իերուսալիմն ա սարքել, իմիջայլոց տեսակ մի շաբաթ առաջ Լիվանում, որ քրիստոնյա Իսուսն էլ վրեն խաչը գցել են գետնին, ջարդել են գլուխը, ջվուտ զինվորը, տեսակ ոնց վախեցան, Էլան վրազ ասեցին, հա, մենք ենք արել ներողություն, զինվորը չգիտեմ ինչ որ, սաղ իրանց շեղվում են, հենց որ հանցագործության վրա բռնում են, ասում են տեղեկանք ունի գիժա։ Տեսակ, ոնց ընդունեցին, որ այո իրանք են արել, ներողություն խնդրեցին ու երկորվա մեջ վերակայնացրեցին։ Վախեցան, որովհետև Լիվանը ծխում են ու քրիստոնյաները, հանգարց մուսուլմաններն ու քրիստոնյաները բռնկվենելն են, էլան իրանց համար ոչ սովոր, իհարկե այդ ներողությունը ճակերտավոր ներողությունն է, հիմա եկեղեցիները վերցնում է ուչոտի, ջվուտը գրում է, եթե մենք վատ վերաբերմենք քրիստոնյաներին և քրիստոնյությանը, Իսրայելում այսքան քրիստոնյաների սուրբեր կա, մենք այնտեղ կջարդեինք։ Իսրայելի քրիստոնյական սրբությունների վրա, այ Քրիստոսը, որ մտել է, ջնջխել է, ջարդ ու փշուր այրե, որ առևտուր է կանում, Իսրայելի մասին է։ Քրիստոնյաների սրբությունների վրա միլիարդներ են սարքում տարեկան, դուք հաշվեք ինչքան մարդիկ են գնում այնտեղ, ինչքան առևտուր է լինում այնտեղ, ինչքան հյուրանոցներ է պրակատ տրվում այնտեղ, դե պատկերացրեք, ինչքան այս հենց են այնտեղ մոմեր առնում դաստեքներով, ստեղ մի հատ երկու հատ մոմ ենք վառում, բոլոլա են անը, հայերը մոմ վառող ազգ են։ Հասկացաք հայեր ջան, Էլավ ուզում է հիմա հայ առաքելական եկեղեցու բոլոր եկեղեցիները վերցնի իրան ձեռի տակ, որ Ալիևը քանդել է մեր եկեղեցին, իրանք ջվուտների տոնն են, մարտակերների տոնն են շնորհավորում, որ արուն պիտի թափեն խմեն, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հրյաների ջվուտների տոնն է շնորհավորում, իսկ մեր եկեղեցու մասին, որ ասել են եկեղեցին քանդել է, ինչ խաղաղություն, ասեց, որ դրա համար պետք չի միջազգային սկանդալ սարքեք։ Բայց սիրտը ցավում է մեր եկեղեցիների օպիսն այնում, վերցնի ձեռի տակ, որը ինքը սկսի հանձնել, որի վրա առևտուր անի։ Հասկացաք ժողովուրդ ջան, Երգիրը կառավարվում է ամբողջ քաղաքական դաշտում, վում դուք տեսնում եք տելևիզորով, սոցցանցերով, վազվզում են, այդ ոնց է մի հատ
Ինչ էր Եսայան, հա, ոստիկան։ Զոյվա ծնողի մայրը շշով ինչ որ վարորդի խփե, չգիտեմ ինչ ակցիա էր, մի տարի անց իրան իբր թե կանչում են։ Ես ուզում եմ հարցնեմ, այդ ոստիկան Եսայան, նախկին ոստիկան, դու որտեղից գիտեր, որ պիտի գան այդ կնոջ տունը, որ դու արդեն այնտեղ ռոլիկ ես նկարահանում։ Կամ էր ոստիկանները եկել են սենց ոչ պաշտոնական, այս սենց ինչ որ խեղճ ամանջում են երև այդ դերի մեջ էին։ Հա? Սոնա Ագեկյան էր պահում, հիմա էլ արդեն ես գործին ես անցե, արդեն ավագանի ես դարձե, այդ ոնց ա լինում, որ Բագրատ Սրբազանի տան իբր թե օբիսկը, ժողովուրդ, օբիսկը մտնում ա քննության գաղտնի գործողության մեջ։ Օբիսկին պիտի ներկա լինեն տան անդամները ու երկու հատ պանիտոյ, երկու հոգի պանիտոյ, սվիդեցի։ Ես ոնց եղավ, որ լրատվությունը իմանում ա, օբիսկը հանկարծակի ա լինում ժողովուրդ, ոչ մեկը պիտի չիմանա, օրդեր վերցնում են սանկցիա պրոկուրորը նա օբիսկ ու անսպասելու գալիս են։ Դրա էֆեկտը նա է, որ անսպասելու են գալիս։ Չէ լրատվությունն այնտեղ ամբողջ այնտեղ մի քանի հոգի սաղ նկարում են, սաղ ցույց են տալիս։ Ժողովուրդ բեմադրությունը։ Սաղ բեմադրությունը։ Ժպտալով, ծիծաղելով, խապելով, իրար երես թկելով, սուտ երտում ուտելով, եղերն ա գնում հայեր, եղերն ա գնում, ու ձեզ կասեն ցավին չդիմացավ մահացավ, դարդը շատ էր չդիմացավ մահացավ, Ռոբերտ Աբաջյանի մոր գլուխը ներքին թշնամին կերավ ժողովուրդ։ Հələ մի հատ մտածեք, այս երեխեն կյանքը տվեց, որ իրան հարազատները ապրեն։ Մենք լռելով իրանց հաղթանակը դաշնակներն ու մաշնակներին, քպեականներին ու չգիտեմ ինչ զայրումարներին, թլպատվածներին տալիս ենք, էռատոյի ուզածը հանուն ոչինչ չի անել, ժողովուրդ ջան։ Այնենց որ նախ որ խոսում եմ, չեմ խոսում վախեցնելու համար, հագարակ, ասում եմ, որ այդ պաճիկը սուտ պաճիկը, հայից ասումից են վախենում, հայից ասումից են վախենում, հայի ունք տնգելուց են վախենում, հայը որ կատաղավ, այդ պայը ի հաղթանակն իրան ձեռն արդեն ժողովուրդ ջան, չեմ ասում, որ մտածեք ուր փախնենք, այդ փախնելու գաղապարը իրանք մտցրել են մեր գլխի մեջ, որ իրանք անիծված գանիմը թապարողները մեզ են սարկե թապարական, անունը փոխել են միգրանտ, ծտի նման միգրիրույմ, այս երգիրը փախծրին, այնտեղ ջարտեցին, այնտեղ փախծրին, այնտեղ ջարտեցին, ստեղ փախծրին, բնիկ ժողովուրդներին սարկել են թապարական, անունը դրել են միգրանտ, թապարողները, ցիգանները, բոշեկը, փախնելու գաղապար ժողովուրդ ջան, ընդհանրապես ձեր գլխից հանեք, ձեր գլխից հանեք, արդեն աշխարհով մեկ հանեք, աշխատել ենք, ստեղծել ենք, այո, աշխարհը պիտի վերցնենք հայերից ձեռը, կառավարենք, ոնց որ առաջա հայ ազգը կառավարել, այս գիշադիչներից էլ պիտի փրկենք, մարդկությունը, կյանքը, փախնելու մասին մի մտածեք, վախենալու էլ ոչ մի բան չկա, բենզին լուծկի, շպցնում ես վրան լուծկի ներդևից, վсё, ջվուդը կար, ջվուդը չկա, ու ամբողջ աշխարհով, սաղ գյուղերով, փողոցներով, չգիտեք ով ա բոս, ով ա գող, սաղ իրանք են,
ով ունի կազինո, ով ունի բարդել։ Սաղ գիտենք, ժողովուրդ ջան, ամեն մարդ իրան գյուղի ու իրան թաղամասի բոզերին էլ գիտի, ալիգարխներին էլ գիտենք, ով չգիտի։ Այդ միջայլոց ախրանիկների մասին ասեմ ձեզի։ Ասում են գնում է ժողովրդի մեջ։ Ժողովուրդը ոռով է կայնած իրան, որ իրան հետ շփվում է, կներեք ժողովուրդ ջան։ Հələ մի հատ նայեք քանի հեր, շերտ, սենց, մեջքով կայնած ախրանիկներ մեկին բերգոսին բերում են դեմը, որ խոսա, նկարեցին, Նիկոլը ժպտաց, պաչիկներն ուղարկեց ու տարածում են, որ Նիկոլը սաղոր ժողովրդի մեջ, ժողովրդի դարդու ցավով հարցեր է տալիս, ինչ խնդիրներ ունեք։ Հələ նայեք քանի շերտ, այսենց ոռով կայնած են, լակատրները քծած, այսենց նայում են հանգարց, Նիկոլի գլխից մաս չընկնի։ Այնենց որ Նիկոլը ժողովրդի մեջ չի գնում, ժողովուրդ ջան։ Նիկոլը իրան ախրանայով գնում է, այդ ախրանեն էլ շատ եմ արդեն կասկածում, որ երևի այդ քանակը մեզ որ խապում են ամերիկանսկի մարսկի կոծիկի, կարող է այդ կոծիկներն են ամերիկյան դեսպանատան տակ մնում ու թունել կա դեպի աերապորտ։ Այդ հենց բան էր։ Շնորհակալություն հայեր ջան։ Այսօր ռուսերեն լայվ եմ երկար անելու եղեռնու մասին ու ցույց եմ տալու նորից աշխարհը իմանա, որ սրանք տարին 12 ամիս եղեռն են անում։ Տարին 12 ամիս գիշեր, ցերեկ եղեռն են անում։ Շնորհակալություն հայեր ջան, Աստված առաջ։ Մենք կհաղթենք հայերովս։ Վերևն Աստված։